Դուք խոսացիք նաև 25 թվականի սեպտեմբերի հետ կապված, որտեղ է որևէ փաստ ձեր ասածը հիմնավորող այս միջնորդության մեջ ինչ չի հանդիպել։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք, որ ինչ որ մանիպուլատիվ են, կտրված են կոնտեքստից որոշ հատվածներ, դուք հենց այստեղ նույն բանն է իմիջիայլոց արեցիք քիչ առաջ, երբ որ մեջբերում եք Արտուր Սարգսյանի պատասխանը Բագրատ Սրբազանի խոսքի հետ կապված, որտեղ նկարագրվում էր քաոս։ Ինքը նկարագրում էր նույնիսկ հարցականով դրած է քաոսը, այսինքն եթե քաոսի ժամանակ սա է լինում, այդ մեքենաների վառվելու դրվագներն է, որը նկարագրվել է ինչ որ սցենարում, նաև այդտեղ ասում է իրենք են անելու դա։ Իրենք նկատի ունենալով իշխանությունները, ես ճիշտ սխալ խոսքը սրա մասին չի, ուղղակի զուտ իրավական առումով։ Որից հետո Արտուր Սարգսյանի խոսքն եք դուք մեջ բերում, բայց չեք ասում, որ հենց ձեր ասածի շարունակությամբ նա ասել է, բայց ես համարում եմ, որ նման բան չի լինելու։ Հասկանում եք, սա էլ է մանիպուլատիվ։ Հիմա մյուս մասով խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է որևէ այդ աստղիկները, որից որ երկար խոսվել է, եւ ինձ համար նաեւ պարզ չէր այս ամբողջ միջնորդության կոնտեքստում որևէ զինված խմբավորում ձևավորելու հետ կապված, ֆիզիկական բռնության պլանավորման հետ կապված, այս մասով ինչ ունեք ասելու։ Շնորհակալություն։ Նախ մանիպուլյացիա բառը բացարձակ տեղին չէ, որովհետև ամբողջական տեքստերը ձեր տրամադրության տակ է, չգիտեմ կարդացել եք թե չէ միջնորդագիրը, բայց ոչ մի բան կոնտեքստից կտրված չի։ Առաջի տպավորությամբ կարող է նույնիսկ թվա թե չափազանց երկար խոսակցություններ են մեջ բերված, բայց մեջ բերված է հենց այս տեսակ երկխոսությունները կանխելու համար, որ չթվա թե մենք կտրել ենք կոնտեքստից եւ պարոն Սարգսյանը այլ բան էի նկատի ունեցել, մենք այլ բան ենք նկատի ունեցել։ 2025 թվականի մայիսի 2-ի ժամը կեսգիշերն անց 9 րոպեին զրույցը եթե նորից կարդաք, կտեսնեք քաոսի մասին ինչ ձևակերպումներ կան եւ ինչ երկխոսություն է գնում Վազգեն Գալստանյանի եւ Արտուր Սարգսյանի միջեւ։ Եթե դուք ամբողջ միջնորդագրում մեջ բերված երկխոսությունները նայեք, կտեսնեք, որ Արտուր Սարգսյանը անընդհատ քննադատում է Վազգեն Գալստանյանին այն իմաստով, որ այն ինչ որ դու ասում ես բավարար չի, թույլ է, նորից փորձենք, այս բերենք, այն անենք, այսինքն ամեն նոր քննարկում միտված է կատարելագործելու եւ հաջողությամբ պսակելու այն գործընթացը, որը որ Վազգեն Գալստանյանը պլանավորում է։ Ոչ թե Արտուր Սարգսյանը, այստեղ դուք եք մանիպուլյացիա անում, ոչ թե Արտուր Սարգսյանն ասում է, որ չի լինելու։ Արտուր Սարգսյանը քննադատում է ասելով ցույց տալով է թույլ կետերը եւ առաջարկելով հետո ինչա պետք անել։ Նույն աստղիկների հետ կապված ես հասկանում եմ, որ դա շատ է ձեզ անհանգստացնում, աստղիկների մասով մենք առանձին այս պահին գործողություններ ենք իրականացնում, որի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ իհարկե կներկայացվեն եւ աստղիկները սարքող անձանց հետ կապված եւ այդ սարքելու հետ կապված կապ ունեցող անձանց մասով եւ թե ինչ որակի պետքա լինեին այդ աստղիկները, որը շատ անհանգստացնում էր Արտուր Սարգսյանին, որովհետեւ նույն ինքը Արտուր Սարգսյանը, եթե ուշադրություն դարձրեցիք, առաջարկում է, որ փորձարկեն եւ աստղիկները վստահ լինի, որ աշխատում են։ Եվ հետո նույն Արտուր Սարգսյանը ինքն է ասում, թե ոնց անեն, որ այդ Ֆորդը, որից որ այդ աստղիկները պիտի թափեն փողոցի երթևեկելի մասին, չֆիքսվի։ Ինչ դնեն, որ ձեռքը չերևա այն անձի, որը որ թափում է այդ աստղիկները։ Այս բոլոր գործողությունները վկայում են նրա մասին, որ ոչ թե Արտուր Սարգսյանը առաջարկել է ասել է եկեք չանենք, այլ ընդհակառակը իր բոլոր գործողություններով, պլանավորումներով, մտքերով, առաջարկություններով ինքը կատարելագործել է այն ծրագիրը, որը որ ներկայացնում է Բագրատ Գալստանյանը։ Ենթադրվում է, որ Գալստանյանը չի կարող այնքան փորձառություն ունենալ, ինչքան քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը տարիներ շարունակ, եւ բնականաբար տպավորություն էլ է ստեղծում, որ ինքը անընդհատ կարծես քննադատում է։ Իսկ աստղիկների հետ կապված լրացուցիչ գործողություններ են կատարվում այս պահին, որոնց չխանգարելու համար ոչ մի բան այս ամբիոնից չեմ հնչեցնելու, կան անձինք, որոնք որոշակի կասկածյալների շրջանակի մեջ են եւ ապագայում այդ անձանց վերաբերյալ տվյալները եւս հասանելի կլինեն։ Արձագանք։ Ես ճիշտ հասկացա, չէ, որ որևէ աստղիկ չի հայտնաբերվել։ Սա ֆիքս ենք այս փուլում հիմա։ Դեռևս։ Հարևան Վրաստան երկրի Սամցխե Ջավախեթի մարզի անունը գրել եք Ջավախքն է պետք է միացնենք։ Վրաստանը մեր վրա է հարձակվել։
Վրաստանը մեր վրա է հարձակվել։ Ինչի՞ է Վրաստանի նկատմամբ փողային պահանջ ձևակերպել։ Հա, դա թերևս կախված է Խորհրդային Միության եւ Իրանի հարաբերությունների հետ։ Սիրում եք, չէ՞, պատմական պայմանագրեր, Սևրին եք հղում տվել եւ հավաքել եք հողերի կեսը։ Կեսը մոռացել եք Արաքսից հարավ։ Բա Թուրքմենչայի պայմանագիրը չեք հիշում։ Հիշում եք, կնքվել է ռուսական կայսրությունը պարսկական կայսրության հետ եւ պայմանավորվել, որ Արաքս գետից հարավ այլևս հայացք չեն ուղղելու հայերը։ Գնաց այդ հողերը։ Իրանց հարաբերությունը այլևս բարեկամական դաշնակցական է։ Եվ դուք այդ օրակարգի պաշտպանողն եք։ Ուրեմն Ռուբեն Ռուբինյան հակադարձելով պարոն Գեգամ Մանուկյանին բազում օրինակներ ա բերում, որում նույնիսկ անկախության հռչակագրի ընդունումից հետո եւ Հայաստան նույնիսկ հանրաքվեից հետո դաշնակցականները դեռ պայքարում են անկախության դեմ։ Ու ձեր ծրագրում ա գրած, որ հողերը ձեզ համար ավելի կարեւոր են։ Մի ուրացեք ձեր ծրագիրը։ Տեղից Տիկին Գրիգորյանը ասում է. ով էր այդ բաների, մեջբերումների հեղինակը։ Դրոշակ թերթում ա գրած, ձեր թերթը։ Բայց եթե դա ձեզ չի բավարարում, ապա վերադառնանք այն հայտարարության տեքստին, որը դուք երեք էլի ասեցիք այն հատվածը, որտեղ մենք կոչ ենք անում ժողովրդի, մեր ժողովրդին, որ ցույցեր չանի, ծայրահեղական կեցվածք չդրսևորի, չվնասի իր վարկին, բնականոն հարաբերություններին, խորհրդային վերին իշխանությունների հետ եւ խորհրդային մյուս հանրապետությունների հետ, ասեցիք դա կոնտեքստից կտրված է, հիմա ես կհրապարակեմ այն հատվածը, որը կփրկի մեր այս հայտարարության տեքստը, եւ եկաք ասեցիք, որ այդ հայտարարության սկզբում գրված է Ղարաբաղի մասին, ոչ ոք դա չի հերքում, հողերը ձեզ համար միշտ ավելի կարեւոր են, քան պետությունը։ Դրա համար այդ երկու հատվածները կապող կետում, այդ նույն հայտարարության մեջ դուք գրել եք, պահանջում եք Հայաստանի իշխանություններից Ղարաբաղի հարցը դարձնեն իրենց առաջնահերթ հարցը։ Եվ եթե չկար անկախության մասին խոսակցություն 88 թվականին, երբ այս հայտարարությունը գրվում էր, ինչու համար էր այս հայտարարությունը գրվում։ Ում էիք կոչանում։ Ինչ էր այլ բան տեղի ունենում, եթե ոչ Հայաստանի անկախության շարժումը, որ կարիք էր առաջացել այս հայտարարության տեքստը գրելու։ Ում եք կոչ անում, այ հիմա նշումներ անում, գալու այստեղից ջղայնացած հակադարձի։ Ում եք կոչ անում եւ ինչի համար, ծայրահեղ գրել եք Հայաստանի եւ Ղարաբաղի մեր արի ժողովրդին խուսափեն ծայրահեղ կեցվածքներից, որ ինչ կեցվածք ունեին մարդիկ, որ ծայրահեղ էր ձեզ թվում։ Դա անկախությունն էր։